Գուցե դու նույնիսկ չես պատկերացնում, որ հենց հիմա քո կյանքում տեղի է ունենում ոչ թե կորուստ, այլ ընտրություն, ոչ թե պատահականություն, ոչ թե ճակակագրի սառնություն կամ մարդկանց անտարբերություն, այլ Աստծո լուռ, գրեթե աննկատ աշխատանքը։ Դու նստած ես լռության մեջ և հանկարծ հասկանում ես. կողքիս ոչ ոք չկա։ Նրանք, ովքեր խոստացել էին լինել, անհետացել են։ Նրանք, ովքեր երդվել էին սիրել, հեռացել են։ Նույնիսկ նրանք, ովքեր ժամանակին քո կարիքն ունեին, այլևս չեն զանգահարում։ Եվ այդ պահին ծագում է ամենածանր հարցը. ինչու մնացի մենակ։ Բայց կա ավելի խորը հարց. իսկ ինչ եթե դա արված է ոչ թե քո դեմ, այլ հանուն քեզ։ Մի անգամ մի փոքրիկ գյուղում, որտեղ ժամանակը կարծես դանդաղել էր, ապրում էր Մարթա անունով մի կին։ Նրա կյանքը պարզ էր՝ տուն, բանջարանոց, հոգատարություն ամուսնու հանդեպ, հազվադեպ հանդիպումներ հարևանների հետ։ Նա առանձնահատուկ չէր, հայտնի չէր, կյանքի իր մեղք չէր փնտրում, նա պարզապես ապրում էր։ Բայց մի օր ամեն ինչ փոխվեց։ Ամուսինը հեռացավ կյանքից, լուռ, ինչպես աշնանը տերևներն են թափվում առանց աղմուկի։ Որդին մեկնեց քաղաք և սկզբում զանգահարում էր, հետո ավելի հազվադեպ, իսկ հետո ընդհանրապես դադարեցրեց։ Եվ ահա մի օր Մարթան արթնացավ, և տանը չափազանց լուռ էր, այնքան լուռ, որ լսվում էր սրտի բաբախյունը։ Առաջին ամիսներին նա չէր հասկանում ինչպես ապրել։ Նա խոսում էր ինքն իր հետ, սովորության համաձայն 2 բաժակ թեյ էր լցնում, քոանոցում լույսը վառ էր թողնում, կարծես ինչ-որ մեկը պետք է գար, բայց ոչ ոք չէր գալիս։ Եվ այդ ժամանակ նրա հոգում ծնվեց մի զգացում, որը ծանոթ է շատերին՝ անպետքության զգացում։ Երևի ես այլևս ոչ ոքի պետք չեմ, մտածում էր նա պատուհանի մոտ նստած։ Եվ այդ պահին նա չգիտեր, որ հենց դրանից է սկսվում իր իրական կյանքը։ Մի անգամ, հատկապես ցուրտ երեկո, երբ քամին ծեծում էր պատուհանները, Մարթան հանկարծ բարձրաձայն ասաց. «Տեր, եթե ինձ մենակ ես թողել, նշանակում է ուզում ես ինձ մի բան ասել, ես լսում եմ»։ Եվ այդ պահին տեղի ունեցավ մի բան, որը հնարավոր չէ բառերով բացատրել, ոչ թե ձայն, ոչ թե հրաշք, այլ լռություն, որը դադարեց դատարկ լինել։ Նա սկսեց նկատել բաներ, որոնք նախկինում չէր տեսնում։ Ինչպես է գեղեցիկ լույսը ընկնում առավոտյան։ Ինչպես են թռչունները վերադառնում գարնանը։ Ինչպես է իր սիրտը, ամեն ինչից զատ, դեռևս կարողանում սիրել։ Նա սկսեց աղոթել ոչ թե բառերով, այլ վիճակով։ Եվ աստիճանաբար միայնությունը դադարեց ցավ լինելուց։ Այն դարձավ տարածություն։ Մի անգամ նրա տան մոտ մի տղա մոտեցավ։ Նա սոված էր, կեղտոտ, կորցրած հայացքով։ Եվ Մարթան առանց հարցեր տալու, պարզապես հրավիրեց տուն։ Կերակրեց, կողքին նստեցրեց։ Եվ երկար ժամանակ անց առաջին անգամ ժպտաց։ Հետո եկավ ևս մեկը, հետո մեկ ուրիշը։ Ինչ-որ մեկը խոսքի կարիք ուներ, մեկը ջերմության, ոմանք էլ պարզապես լսողի։ Եվ Մարթան սկսեց տալ այն, ինչ ուներ. լռություն, ընդունում, սեր։ Անցան տարիներ։ Նրա տունը դարձավ մի վայր, ուր մարդիկ գալիս էին ոչ թե խորհրդի, այլ վիճակի համար։ Եվ մի անգամ ինչ-որ մեկը հարցրեց նրան. ինչպես կարողացար հաղթահարել միայնությունը։ Նա պատասխանեց լուռ. ես չեմ հաղթահարել այն։ Ես մտա դրա մեջ և այնտեղ հանդիպեցի Աստծուն։ Հասկանում ես։ Երբեմն Աստված հեռացնում է մարդկանց ոչ թե այն պատճառով, որ դու վատն ես, այլ այն պատճառով, որ դու չափազանց կախված ես նրանց ներկայությունից։ Երբեմն նա վերցնում է աղմուկը, որպեսզի դու լսես քեզ։ Երբեմն նա քեզ մենակ է թողնում, որպեսզի վերջապես հասկանաս դու մենակ չես։ Կարլ Յունգը մի անգամ ասել է. նա, ով նայում է դուրս, տեսնում է երազներ։ Նա, ով նայում է ներս, արթնանում է։ Եվ միայնությունը այն պահն է, երբ քեզ ուղղում են դեպի ներս։ Ոչ թե այն պատճառով, որ աշխարհը շրջվել է քեզնից, այլ որովհետև դու չափազանց երկար ես ապրել քեզնից դուրս։ Կարծում ես քեզ լքել են, իսկ գուցե ազատել են։ Ազատել են օտար սպասումներից, ավելորդ խոսակցություններից, դերերից, որոնք խաղում էիր, որպեսզի վերջապես դառնաս ինքդ քեզ։ Այս պատմության մեջ ամենազարմանալին այն է, որ Մարթան մարդկանց չէր փնտրում։ Մարդիկ ինքնուրույն սկսեցին գալ նրա մոտ, քանի որ նրա մեջ խորություն էր հայտնվել, հենց այն, որը ծնվում է միայն լռության մեջ։ Եվ ահա քեզ համար գլխավոր հարց է. ինչ ես անում քո միայնության հետ։ Փախչում ես դրանից։ Լցնում ես այն աղմուկով, թե լսում ես։ Որովհետև այդ վիճակում թաքնված է ոչ թե պատիժ, այլ հրավեր։ Հրավեր դառնալու ավելի ուժեղ, ավելի խորը, ավելի իրական։
Եվ հնարավոր է հենց հիմա Աստված ավելորդը հեռացնում է քո կյանքից, ոչ թե քեզ կործանելու, այլ նորից հավաքելու իրական, ամբողջական կենդանի։ Եվ մի օր դու հետ կնայես ու կասես. «Շնորհակալություն այդ միայնության համար, առանց դրա ես այդպես էլ չէի հանդիպի ինձ»։ Իսկ եթե դու հիմա անցնում ես դրա միջով, գրիր մեկնաբանություններում. «Ես սովորում եմ ներքուստ մենակ չլինել»։ Եվ հնարավոր է հենց դրանից սկսվի քո նոր պատմությունը։ Բայց կա մի բան, որի մասին գրեթե ոչ ոք չի խոսում։ Մարդու ամենախորը վերափոխումը սկսվում է ոչ թե այն ժամանակ, երբ նրան աջակցում են, այլ երբ նա մնում է առանց հենարանի, երբ այլևս ոչ մեկի վրա հույս դնել չի կարելի, երբ սովորական կապերը խզվում են, երբ ես կողքիդ եմ բառերն անհետանում են քո կյանքից։ Եվ հենց այդ պահին քո մեջ սկսվում է ձևավորվել մի նոր բան։ Մարթան դա ոչ մի անգամից զգաց։ Սկզբում նրան թվում էր, որ պարզապես սովորում է միայնակ ապրել, պարզապես հարմարվում է, պարզապես գլուխ է հանում։ Բայց մի օր նա բռնեց իրեն մի մտքի վրա, որը փոխեց ամեն ինչ։ Ինձ այլևս վախենալու չէ։ Ոչ թե այն պատճառով, որ հեշտացավ, այլ այն պատճառով, որ ներսում հայտնվեց ներկայության զգացում։ Կարծես ինչ-որ անտեսանելի մեկը միշտ կողքին է։ Նա դադարեց սպասել, դա ամենակարևորն էր։ Դադարեց սպասել, որ որդին կզանգի, որ ինչ-որ մեկը կթակի դուռը, որ կյանքը կրկին կդառնա նախկինի պես։ Եվ հենց այդ պահին կյանքը դարձավ այլ, ավելի խորը, ավելի լուռ, ավելի իրական։ Միայնությունը դադարեց մարդկանց սպասելը լինելուց, այն դարձավ հանդիպում ինքդ քեզ հետ։ Եվ գիտես ինչ է կատարվում այն մարդու հետ, ով դադարում է սպասել։ Նա սկսում է տեսնել։ Նա տեսնում է, թե որքան պատրանքներ կային իր կյանքում, թե ինչպես էր կառչել այն մարդկանցից, որոնք չէին կարող տալ իրական ջերմություն, թե ինչպես էր համաձայնում ավելի քչին, միայն թե մենակ չմնար։ Եվ դա ցավոտ է գիտակցելը, բայց դա ազատում է։ Մարթան մի անգամ ասաց. «Ես կարծում էի, թե ինձ լքել են, իսկ պարզվեց ինձ պահպանել են, որովհետև կա միայնություն, որը կործանում է, եւ կա միայնություն, որը մաքրում է»։ Առաջինը, երբ դու փակվում ես աշխարհից։ Երկրորդը, երբ աշխարհը փակում են քեզնից, որպիսի դու բացվես քեզ համար։ Եվ ահա այստեղ է սկսվում ամենանուրբ սահմանը։ Շատերը այս շրջանում կոտրվում են։ Նրանք սկսում են փոխարինող փնտրել, ցանկացած մարդիկ, խոսակցություն, աղմուկ, շեղում, միայն թե չլսեն այդ լռությունը, որովհետև լռության մեջ բարձրանում է ճշմարտությունը։ Ճշմարտությունը քո մասին, քո վախերի մասին, ուրիշի կարծիքից քո կախվածության մասին, քո ներքին դատարկության մասին, որը նախկինում լցնում էին ուրիշները, եւ դա վախեցնում է շատ։ Բայց մարդն գնաց այլ ճանապարհով, նա չէր փախչում, նա մնում էր։ Ամեն օր նա նստում էր պատուհանի մոտ եւ պարզապես կար։ Սկզբում ցավով, հետո լռությամբ, հետո ներքին խաղաղությամբ։ Եվ ինչ-որ պահի նա հասկացավ, իր միայնությունը դարձել է աղբյուր, ոչ թե դատարկություն, այլ լցվածություն։ Նա սկսեց մտքեր գրել, պարզ, կենսական, այն մասին, թե որքան կարևոր է լսել, այն մասին, թե որքան հեշտ է վիրավորել խոսքով, այն մասին, թե ինչպես են մարդիկ սեր փնտրում եւ չեն նկատում այն։ Եվ այդ գրառումները սկսեցին փոխել մարդկանց։ Ինչ-որ մեկը գտնում էր դրանք պատահաբար, ինչ-որ մեկը գալիս էր հատուկ, բայց յուրաքանչյուրը, ով հաղորդակցվում էր նրա խոսքերին, զգում էր մեկ բան. այստեղ կա ճշմարտություն։ Իսկ ճշմարտությունը միշտ ձգում է, որովհետև այն հազվադեպ է։ Եվ ահա թե ինչ է կարևոր հասկանալ. երբ Աստված թողնում է քեզ մենակ, նա չի վերցնում սերը, նա փոխում է դրա աղբյուրը։ Դու այլևս սեր չես ստանում դրսից, դու սկսում ես գտնել այն քո ներսում։ Իսկ դա բոլորովին այլ որակ է։ Սա սեր է, որը չի կախվում, չի խնդրում, չի կառչում, չի վախենում կորցնելուց։ Այն պարզապես կա։ Եվ հենց այդպիսի սերն է մարդուն դարձնում ուժեղ, լուռ ուժեղ, առանց ապացույցների, առանց պայքարի, առանց ճչալու։ Կարլ Յունգն ասում էր. միայնությունը ոչ թե այն է, որ կողքիդ մարդիկ չկան, այլ այն, որ չես կարող ասել այն, ինչը քեզ համար կարևոր է։ Եվ երբ մարդը գտնում է իրեն, նա այլևս մենակ չէ, նույնիսկ եթե շուրջը ոչ ոք չկա, որովհետև նա վերջապես լսել է իրեն։ Եվ ահա թե ինչ պատահեց Մարթայի հետ տարիներ անց։ Նրա որդին մի օր վերադարձավ, ոչ թե այն պատճառով, որ նա կանչում էր, ոչ թե այն պատճառով, որ նա տարապում էր, այլ այն պատճառով, որ նա զգաց այնտեղ կա տուն։ Բայց դա արդեն ուրիշ տուն էր։ Ոչ թե այն, որտեղ սպասում էին, այլ այն, որտեղ ընդունում են։ Եվ Մարթան նրան ընդունեց հանգիստ, առանց նախատինքների,
առանց ցավի, առանց անցյալը վերադարձնելու ցանկության, որովհետև նա այլևս չէր ապրում անցյալով, նա ապրում էր խորությամբ։ Եվ սա գուցե ամենագլխավոր նշանն է այն բանի, որ մարդը ճիշտ է անցել իր միայնությունը։ Նա դադարում է կարիք ունենալ և սկսում է սիրել։ Իսկ հիմա կանգ առ մեկ վայրկյան և ազնվորեն պատասխանիր քեզ. դու իրոք մենակ ես, թե պարզապես դեռ չես հանդիպել ինքդ քեզ։ Որովհետև այն ամենը, ինչ հիմա կատարվում է քո կյանքում, իմաստ ունի, նույնիսկ եթե այն առայժմ թաքնված է։ Երբեմն Աստված հեռացնում է մարդկանց, որովհետև նրանք խանգարում են քո աճին։ Երբեմն նա ստեղծում է լռություն, որովհետև աղմուկի մեջ դու չես լսում ճշմարտությունը։ Երբեմն նա քեզ մենակ է թողնում, որովհետև միայն այդպես դու կարող ես դառնալ ամբողջական։ Եվ այո, դա ցավոտ է, բայց ամեն ինչ իրական անցնում է ցավի միջով։ Կարևոր է միայն մեկ բան՝ մի փախչիր։ Մնա այդ լռության մեջ, այդ վիճակի մեջ, այդ պահի մեջ, որովհետև հենց այստեղ է ծնվում նոր։ Դու